Շարունակում ենք ուրիշ նորությունները ուղիղ եթերում եւ այս պահին արդեն մեր հյուրերի հետ։ Սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրերին, բայց մինչ այդ ասեմ, որ մեր զրույցի թեման լինելու է կինոն, բայց այս անգամ ոչ թե ռեժիսոր կամ դերասանն է մեր հյուրը, այլ մարդիկ, ովքեր վավերագրում են կինո պատմությունը, մարդիկ, ովքեր մի ամբողջ կյանք են նվիրել այս կարևորագույն գործունեությանը։ Իսկ այս պահին մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Սպիտակի պատվավոր քաղաքացի, կինոգետ, ֆիլմ, գեղարվեստ թերթերի, պլյուս կինո ամսագրի հիմնադիր խմբագիր, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությունների անդամ, Հայկական ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանը եւ նրա որդին կինոպրոդյուսեր Տիգրան Մաթոսյանը։ Ողջույն, շնորհակալություն զավերը ընդունելու համար։ Այդ կոչումներից ես բան եմ անում, կարմրում եմ, եթերում չի եղած։ Պարոն Մաթոսյան, դա մի ամբողջ ապրած կյանք է եւ ձեռքբերումներ, որոնք որ դուք վաստակել եք։ Շնորհակալություն։ Շատ թեմաներ կա, որոնք այսօր կուզենամ մենք հասցնենք շոշափել, քննարկել, բայց թերևս առաջինը դա բոլորովին վերջերս լույս տեսած մի գիրքն է, որի հանդիսավոր շնորհանդեսը տեղի ունեցավ գրականության եւ արվեստի թանգարանում, խոսքը Ֆրունզիկ Մկրտչյան չգրված հետադարձ հայացք գիրքն է։ Պարոն Մաթոսյան, միթե մինչև այսօր կան չբացահայտված էջեր, որոնք կարող են հայացք նետել Ֆրունզիկ Մկրտչյան կերպարի վրա, դերասան եւ մարդու։ Գիտեք, շատ հակիրճ ասեմ, որ իսկապես կա։ Նախ մինչև հիմնական խոսքս ձեր պրոֆեսիոնալ տոնն է, վաղը, ես ուզում եմ գիրքը ձեզ նվիրել։ Շնորհակալ Հենց սկզբից։ Երկրորդը նախ խնդրեմ։ Շնորհակալություն, բայց գուցե ընթացքում պետք լինի օգտվեք ինչ-որ բաներ։ Լավ, շատ բարի, շատ շնորհակալ եմ։ Բայց իսկապես չբացված էջեր կար, որները այդ էջերը 84 թվականին, երբ որ Ֆրունզիկ Մկրտչյանը ԽՍՀՄ ժողովրդականի կոչում ստացավ, մամուլի խմբագիր շուտ, ավելի շուտ իմացա, ես ու զանգահարեցի իրեն, շնորհավորեցի։ Մեկ էլ ասեց արի տուն։ Վերցրեցի խմբագրությունում այն հունգարական դիկտաֆոն ունեինք։ Այդ ձայնագրի չէ ու վերցրեցի, գնացի առաջ նախադասությունով հումորի տոպրակը բացեց։ Ասեց փոխվել է, որ ԽՍՀՄ ժողովրդականից հետո նույն մարդը չեմ ասի, իհարկե նույն մարդն է։ Այսպես հումորով եւ ես զգացի, որ հարկավոր է սկսել մի ցիկլ, այսինքն նա միշտ խոսում էր Փափազյանի մասին։ Միշտ իր կումիրներ։ Եվ մտածում էր ինքը, որ ունենա մի գիրք, ինչպես Փափազյանը ուներ հետադարձ հայացքը։ Այսպես։ Ու մտածեցի հիմնադրել դա։ Եվ առանց իրեն ասելու բան իբր եկել եմ սովորական ամսագրի համար, թերթի համար ձայնագրման ու սկսեցի ձայնագրել։ Այդ օրը ես հավատացնում եմ, փայլուն է խոսել։ Այնպես լրիվ ուրիշ Ֆրունզիկ Մկրտչյան բացվեց ինձ համար։ 41 տարի առաջ էր դա, ուղիղ 41 տարի առաջ։ Այսինքն զրույցից մինչև գիրքը։ Այո, ես տեսեք 84 թվական, 4 տարի հետո երկրաշարժ բան, այդպես էլ չվերծանվեց։ Եվ հավասիկ ձեր առաջարկությամբ, տանից առաջարկությամբ, ինչ արի, շատ դժվար էր վերծանելը, զապիսները, ամեն մի բառը գնալ, ռադիոյի մարդը գիտեք։ Եվ սկսեցի, ես ես պիտի ասեմ, որ լրիվ ուրիշ աուրայի մեջ մտա, առավոտյան աշխատանքները սկսում էի, մինչև ուշ գիշեր ավարտում էի, տանեցիները ասում էին, լավ էլի, գնա զբոսնի, չէի կարող, այդտեղ ուրիշ Ֆրունզիկ Մկրտչյան բացվեց։ Ես տեսա, որ մենք սխալ ենք իրան ընկալել, ինքը նաև փիլիսոփայություն ունի, ինքը, ինչպես ինքն էր ասում, բջիջներ կան, որոնք բացված են, չեն բացվում, այսինքն չենք կարողանում մենք բացել իսկապես, եւ շատ հետաքրքիր, ես չեմ միջամտել այդ զրույցին։ Ուրեմն մի փոքրիկ շտրիխով
ընթացքում օգնող հարցել այսպես ոչ այն ակադեմիական լուրջ հարցերից բան այսպես ժուրնալիստները տալիս են մի քիչ լիանք խելոքերի բան այդպեսի հարց չեմ արել ու քանի 6-7 դիսկ այդպես էլի կասետ ավելի ճիշտ ու սրանք բոլորը վերցանվեց դարձավ այս գիրքը գիտեք ինձ ինչն է ուրախացնում որ երբ ճիշտ էր որ շատ ուժ վերցանվեց այն ժամանակ չէր լինի նույն արդյունքը այն ինչ որ ստացա այս անգամ վերցանելուց այսինքն իա մահվանից հետո լրիվ ուրիշ ձևով արժևորեցի ես իրեն ինձ համար եւ բացվեց մի շատ մեծ անհատականություն անսպար մեծ անհատականություն Կարծում եմ պետք է գիրքը ընթերցել, որպեսզի հասկանանք, թե ինչ նոր չբացահայտված կողմեր ունի մեծ ու սիրված դերասանը, որովհետև մենք բոլորս կարծես մեր անձնական ընկալումը ունենք Մհեր Մկրտչյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, բայց այստեղ դուք ասում եք, որ գրեթե մենախոսություն է եւ այո, գրեթե մենախոսություն է։ Եվ իսկապես շատ հետաքրքիր կլինի։ Տիգրան, ձեզ եմ ուզում հարցս ուղղել, այ մեծացել եք կինո մթնոլորտում։ Կարելի ասել, որ ընտրություն չեք ունեցել այլ ճանապարհի եւ կինոաշխարհը արդեն կարծես կանխորոշված էր մանկությունից ձեզ համար։ Պարզապես դուք ընտրեցիք պրոդյուսերությունը։ Գիտեք, լավ հարց է։ Ես կհամեմատեմ, գիտեք ինչի հետ, օրինակ Երևանը իմ մանկության քաղաքն է, ես մեծացել եմ Երևանում։ Եվ կապ չունի, դու ապրում ես այստեղ, թե երկար տարիներ չես ապրել, վերադառնալուց դա քեզ շատ հարազատ է թվում։ Ոնց որ դու ամեն անկյունը, ամեն տունը գիտես։ Որպես հայրական տուն։ Որպես հայրական տուն, այո։ Եվ այս պարագայում նույնպես կարելի է ասել մեր իմ եւ եղբորս մասնագիտության ընտրությունը։ Այնքան հարազատ էր դա, որովհետեւ եւ շփումը կինոյի տարբեր եւ դերասանների, կինոռեժիսորների այն ժամանակ Ֆրունզիկից սկսած Ալբերտից այո եւ դա բնականաբար ավելին ասեմ տատիկս մայրիկիս մայրը դերասանուհի է եւ աշխատել է եւ որպես ռեժիսոր եւ հետագայում կրկնօրինակման ռեժիսոր հայ ֆիլմում երկար տարիներ փաստորեն երկու կողմից էր դա պետք է ընտրությունը այդպես բարդ չի եղել։ Բարդ չի եղել։ Եվ մենք եղբորս հետ 90-ական թվականներին տարվեցինք դա տեսագրության, տեսանկարահանումների սկիզբն էր, տեսակամերաների, տեսախցիկները դեռ նոր էին դուրս գալ։ Ես հիշում եմ 90 թվականին հենց դպրոց ավարտելու տարիներին արդեն այդպես վիդեոաս փոքրիկ գրքույկներ էին վաճառում կրպակներում։ Եվ մենք աշխատում ենք այդ վիդեոասերը բոլորը գնել, կարդալ, ուսումնասիրել, ինչպիսի ինտրանյա, ինչպիսի կամերաներ են, ինչպիսի ֆիլմեր են, ինչպիսի տեսաերիզներ են եւ այլն եւ այլն։ Այնքան ընկղվել էինք, որ առաջիններից էինք, որ Հայաստանում ունեցանք տեսախցիկ, պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Եվ ինձ օգնեցին այն այո, դա 20 տարիներին 92-3 թվականներն էին, որ պրոֆեսիոնալ օպերատորները ասում էին մենք գիտենք ամեն տեսախցիկը որ Հայաստան է ներմուծվում այդպես վիճակ էր եւ երբ որ հայրիկը գեղարվեստ թերթը տպագրական թղթի խնդրեմ Հայաստանում կար բավական մեծ իսպար վերացել էր ոչ թե դա չկար հայ թղթեն մոտ այո եւ մենք հայրիկին եղբորս հետ առաջարկեցինք որ արի միասին տեսաթերթ նկարահանենք եւ հիմնենք այսպեսի մի ֆորմատ ձև որը շատ հետաքրքիր եւ առաջի անգամ երևի այդպես բան ստացվեց Հայաստանում եւ մենք ստեղծեցինք գեղարվեստ տեսաթերթը արդեն այո թերթը վերածվեց տեսաթերթի եւ Օհանդուրյանին ապա հիշի այո եւ մենք այդ բոլոր առաջի համարը Օհանդուրյանը ոնց է փորձեր անում բան ամբողջ քրոնիկան պահպանել Այսինքն միմյանց լրացնում եք մինչև այսօր
Դուք ձեր գիտելիքներով, ձեր կապերով, փորձառությամբ եւ տղաները իրենց տեխնիկական հմտություններով կինոյով զբաղվել։ չեք ուզում։ Չէ, անկեղծորեն ասեմ, ինչու չէի ուզում։ Ոչ թե նրա համար, բարդությունից շատ բարդ բան է։ Կինոարտադրությունը, աչքից տեսածը, այսօր ձեր մոտ գալուց առաջ ասում է, դու ինձ չտարար նկարահանման։ Ես հիշեցի, որ ինքից նկարահանման հրապարակ դեռահաս ժամանակ, հնարավորություն անգամ չի մանուկ տարել։ ժամանակ, իհարկե։ Ասում եմ մի անգամ գոնե ինձ Գոնե վերցնեի։ Ինչու չեք տարել, պարոն Մաթոսյան։ Գիտեք, կինոն դա Չեք ուզում միգուցե դերասան դառնալ։ իսկապես դուք իրավացեք, ասում էին։ Գիտեք, կինոն մի ճահիճ է, որ հանկարծ գեղեցիկ ծաղիկներ կան կինոյի այդ ճահճի վրա։ Դու գնում ես մի հատ ծաղիկ փոկելու, հենց փոկեցի, մխրճում ես ու գնում ես։ Շատ պատկերավոր էր։ Ես գիտեի, որ իրանք պիտի, ես տարավ մի անգամից, բայց ուզում եի ուրիշ մասնագիտություն, բան, տեսել էի այդ դժվարությունը, չէ, իրանք ի պատիվ իրենց Եվ տատիկը ճիշտ է ասում, նրանք մուլտիպլիկացիոն ցեխ էին գնում, ինչպես է մուլտը ստեղծում հայ ֆիլմում մեզ է։ Եվ այդ շրջանում հայկական կինոն, հայ ֆիլմը ուներ, ասենք, մոտ 1000 աշխատող։ Դուք պատկերացնում եք։ Պարոն Մաթոսյան, ուզում եմ մի փաստի անդրադառնամ, որովհետև եթե հաշվի առնենք, որ 2023 թվականին նշվեց հայ կինոյի 100-ամյակը, կեսից ավելին ականատես եք եղել։ Այո, մոտ 60 տարի։ Մոտ 60 տարի։ Հիմա ներողություն հարց չմոռանաք։ Ես ովքեր կարող եմ մոռանալ։ Գիտեք, բանն այն է, որ ես չեմ աշխատել 2-3 մարդու հետ։ Հիմնադիրներ Համոբեկ Նազարյանի, որ ազնապես Դանիել Դզնունյանը եւ պատվական Բարխուդարյան, ռեժիսոր է եղել այդպիսի հետաքրքիր համր կինոյի մնացած բոլորի հետ աշխատել եմ։ Ես ոչ թե գնացել եմ ռեպորտաժ գրելու, այլ մասնակցել եմ process-ին։ Նրանք իրանց սցենարները տվել են, կարդացել եմ, նույնիսկ ներողություն դե այն ժամանակ 11-12 թերթ էր, որոնցից մեկի խմբագիրը ես էի, դիտողություններ էի անում, առաջարկություն ոմանք ընդունում էին, ոմանք չէ, բայց շահում էր սցենարը, որտեղ կինոն սկսում է դրամատուրգիայից։ Այդ սուտ բան է, որ ասում են, եթե դրամատուրգիա չլինի, իհարկե լավ ռեժիսորը առանց դրամատուրգիա էլ կարող է նկարել, բայց կինոն ի վերջո դրամատուրգիա է։ Իհարկե, ցավոք շատերի համար կինոն խորհրդանշվում է դերասաններով, աստղային այդ բոլով, ովքեր են խաղացել, որքանով հայտնի են, ճանաչված, բայց իհարկե մենք թեև հիմա ես գուցե հակասեմ ինքս ինձ կինո նաև երաժշտությունով են ճանաչում միայն Տիգրան Մանսուրյան անունը արդեն ամեն ինչ է ասում եւ ցանկը շարունակելի է բայց ես ուզում եմ ձեզ անդրադառնալ որովհետեւ ձեր ավանդը կինո աշխարհում հայկական կինոյի կինոարտադրության լուսաբանման մեջ անուրանալի է բայց չգիտես ինչու ինձ թվում է շատերին հայտնի չէ թե ինչ ավանդ ունեք դուք մատուցած հայկական կինոյին։ Դե ամեն մեկս հիմա ձեր գործն արում եք, չէ՞, երբեք հավակնություն չունեք։ Իմ նման գործանողները շատ են։ Ձեր նման գործանողները եզակի մարդիկ են։ Առավել եւս ովքեր այսօր մեր կողքին են Փառք Աստծո։ Հիմա անհամեստություն կանեմ։ Ճիշտ է կանեմ։ Ուրեմն դե խմբագրությունը ժամանակ չկար այս բանով նամակները շատ էինք ստանում իսկական նամակը գալիս է օրվա post-ը ես նայում եմ մեկը հեղինակը ասում է նամակներից մեկի ասում է գիտեք պարոն խմբագիր ինձ ասում է մենք հայկական կինոն ավելի շատ ձեր թերթից ենք իմանում քան թե նկարահանած ֆիլմերից այսինքն իջավ արտադրություն մենք անդրադարձնում ենք դերասաններին անդրադառնում ենք այս առումով ֆիլմը ավարտեց անդրադառնում ենք այսինքն գիտեք ինչ էր տեղի ունենում որ անընդհատ այդ process-ը շարունակական է լինում եւ այդ նամակը իսկապես հիմա տարիներ հետո ես վերցրեցի այնպես մի կողմ դրեցի բան չեմ էլ տպագրել այդ ասի անհամեստ բան է էլի սա տպեմ մերոնք եկեք մի պահ պատկերացնենք եւ տեղափոխվենք այն ժամանակներ երբ չկար բոլորի ձեռքում հեռախոս երբ չկար համացանց եւ կինոյի մասին իմանում էինք շատ սահմանափակ աղբյուրներից թերթ
եւ մասնագիտական ամսագիր։ Այո, այո։ Մենք հիմա այս մասին խոսում ենք, կարծես այսպես ոչ թե թերագնահատելով, այլ չպատկերացնելով, թե որոնք էին տեղեկատվության աղբյուրները։ Այո, տպագիր մամուլներ։ Իհարկե։ Դարձյալ ես, քանի որ չեմ մոռացել հարցս, Դանիել Դզնունու անունը նշեցիք։ Իր նամակի շնորհիվ, եթե չեմ սխալվում, փաստում ենք 100-ամյակը կինոյի։ Իհարկե։ Իսկ կարող է պատահել, որ հայկական կինոն ավելի հին է։ Գիտեք, ոչ թե եկեք այսպես անենք։ Հայկական կինո Հայաստանում նկարահանած կինոն, որ շատ երկրներ այդ առաջ նկարահանումները հիմք են անում։ Հիմքա դա այդ մասին թող Տիգրանը խոսի, որովհետև ես գիտեմ թե կադրերը ինչպես են հայտնաբերել եւ բանա։ Այո, ես ձեզ համավետեմ եւ հայրիկը հիմա ասեց, որ երկրներ կան, ասենք մեր Զբալցյան Ռիգայում կատարված նկարահանումներ 1910 Սովորական նկարահանում է։ Այո, Կայսր Նիկոլայ II-ը այցելել է Պետրոս առաջինի հուշարձանի բացմանը, սովորական փաստավավերագրական Ռեպորտաժ, հա։ Ռեպորտաժ եւ համարվում է 1910 թվական կինոյի մուտք եւ հիմքը այդ երկիր։ Մենք ավելի խստապահանջենք, ավելի ապացուցելու շատ կարիքներ ենք ուզում եւ մենք 2012 թվականին երբ որ աշխատում ենք մեր Բրյուսով փաստավավերագրական կենսագրական ֆիլմի վրա եղբորս հետ Սամվել Մաթոսյանի մենք Կրասնոգորսկի արխիվում կինոֆոտո արխիվում 1900 թվականից մինչև 1924 այդ ընկած ժամանակաշրջանում համարյա բոլոր այդքան հնարավոր էր նայում ենք այդ պահոցները մատերիալները Բրյուսովի հետ կապված եւ մենք ուղղակի հանկարծակի հայտնաբերեցինք 1911 թվականին նկարահանված Էջմիածնում նկարահանված կադրեր 31 վայրկյան տևողությամբ, որտեղ պատկերված է Մատթեոս II-ի Կոնստանտինոպոլսու հուղարկավորության այդ արարողությունը։ Ներողություն, որ թիվը 1911։ Այո, 11 թվական։ Նու դեկտեմբեր ամիսն է, այնտեղ։ Այո, այնտեղ։ Եվ դա հայտնաբերելուց հետո տեսնելով որ մենք գիտեինք որ Ձիգմիլյով օպերատորը նկարահանել է, բայց կադրերը կորսված են, այրվել են։ Մենք գիտենք որ կորած է այդ կադրը։ Եվ մենք հետազոտեցինք Ռուսաստանի կինոակադեմիայի միջոցով եւ միասին Վլադիմիր Նաումովիչ Նաումովը մեզ շնորհակալագիր եւ նամակ ուղեց հաստատող հատուկ այո հաստատող լիցենզիայի նման բան եւ նոր հրապարակեցինք այդ կադրերը եւ նվիրեցինք եւ Սուրբ Էջմիածնին եւ ազգային արխիվին Հայաստանին փոխանցեցինք ինչեր չգիտենք Այո, եւ ճիշտ կլիներ, որպեսզի մենք մոտեցնեինք կինոյի մեզ մոտ նկարահանումները կինոյի գյուտին, տարեթվով ավելի մոտիկ լինենք, որովհետեւ այսպես մենք մի քիչ հեռանում ենք։ Այսինքն կարող ենք հիմք վերցնել 1911 թվականը։ Այո, բայց ես ստացի այդ կադրերն են, որ հիմա գոյություն ունեն։ Մեր կինոգիտությունը գտնում է, որ պետականորեն նշենք, պետականորեն որ, այսինքն 23 թվականի պետականորեն Դանիել Դզնունու նամակը Մռավյանին, Կենգորսկոմի, թույլտվությունը, Բեգնազարյանի հրավերը եւ 24 թվականի նամուս, Բայց նամակն է ավելի կարևոր, թե կինոփաստը, լավ է։ Ես տղաներ ասում եմ փաստ ավելի։ Ասում եմ տղաներ Փաստ ավելի կարևոր է։ Մասնագետ պետք չէ լինել, հա, դրա համար։ Իհարկե։ Պարոն Մաթոսյան, երևի թե դուք եք շատ լսել, իսկ միգուցե ինքներդ եք ասում, ասում են այ հայկական կինոն առաջվանը չի։ Ուր մնացին մեր, չգիտեմ, մենք ենք մեր սարերը, Եռանկյունին, մեր օրերի տանգոն, մեր մանկության տանգոն, Գռանգույնը ես շարունակեմ Անթվելի, անվերջանալի է ցանկը։ Իսկ միգուցե այդպես էլ պետք է լինի, որ այն կինոները այն ժամանակում մնացին, հիմա պետք է այլ ֆիլմեր նկարահանվեն, ներկայի այսօրվա հայկական կինոյի մասին ինչ կասեք, ունենալով այդ 60-ամյա փորձ եւ տեսնելով շատ բարդ հարց է։
Ազնիվ խոսք շատ բարդ է հարցը, բայց Գոհացնում է թե չի գոհացնում այսօրվա կինոն։ Ժամանակակից եկեք մի մարդու քիչ աչքերով։ բանը, այդ ձեր թվարկած ֆիլմերի ժամանակաշրջան, ես հայկական կինոն մի 5 մասի եմ բաժանում, 5 շրջանի։ Առաջինը համր կինոն։ Համր կինոյում մենք դուրս ենք եկել միջազգային արենա։ Օրինակ մեքսիկական դիվանագետները Շորն ու Շորշորը ես համարում եմ դա Չապլինյան հզորությամբ ֆիլմեր։ Այդպես դուրս ենք եկել։ Մենք հասկացել ենք ինքներս, որ այդ մակարդակի է։ Չենք հասկացել, բայց համոզված եմ Բեկնազարյանը դա հասկանում էր։ Ավելի հիմա ասեմ ձեզ, հետո երկրորդը դա հնչյուն շրջանը, Պեպոյից է սկսում։ Պեպոյից մինչև հայրենական պատերազմի մի խոսքով այդ շրջանն է առաջի հնչյուն կինոն էլ ազգային հենքի վրա ստեղծվեց, որն էր կարևոր է երկուսի, որ երկուսն էլ մեր ազգային նյութի վրա են։ Մենք ոչ թե Եվրոպայից բերեցինք այնտեղ լակիրովնի, շլացուցիչ, բան, զարմացնող բաները, այլ մեր ազգայինը դուրս տարանք։ Հետո եկավ Սակավաթի ֆիլմերի շրջան, որ դժվար էր պատերազմից հետո, մեր մոտ մտավ մի քիչ ուրիշ կինո մտավ։ Ես չեմ ուզում հիմա տեսական մեծ բաներ ասել, բայց դա այդպես է։ Մեր կինոյի ազգայինը սկսվեց այդ արմատներից եկողը 67 թվականից 65 բարև ես եմ Եռանկյունին այդ ֆիլմերից ու մեր ազգայինը սկսեց վեր բարձրանալ այն ձեր թվարկած ֆիլմերը Փարաջանի ֆիլմը Փելեշյանի ֆիլմերը մի խոսքով այդ ազգայինը կամաց սկսեց բարձրանալ երկունքը Դովլաթյանի չմոռանանք Բագրատի ֆիլմերը չմոռանանք Նոմալյանինը դուք արդեն ասացիք եւ մեր մի տեսակ ռենեսանս էր դա ես ոչ միայն կինոյի բնակավարում այլև արվեստի բնակավարում գրականություն կինո երաժշտություն ռենեսանս տեղի ունեցավ դա ըստ հետո այս անկախության շրջանում փոխվեց արտադրատեսակը արտադրությունը էսպես էր պետությունը տալիս էր փող ասում էր ես վճարում եմ մեկ էլ ասում էր լսեք ռմեր ռեիսի ես ներկա եմ ես կտրատեք ես չի կարելի բան մի այսպես աղմուկ էինք բացատրում ես ինչ է ես ցենզուրա է ես ինչ ահավոր բան է ես լավ էր թե վատ էր որ կար այ հիմա ձեր հարցը շատ խելոք հարց է հիմա ձեր հարցին եմ պատասխանում ցենզուրայի ցենզուրան որպես այդպեսին եղել է իսկապես եղել է բայց ցենզուրայի ժամանակ այդ ոնց է նռանգույն նկարվի Փելեշյանի ֆիլմերը դժվարությամբ ա եղել նկարվելա չէ գիտեք ինչ ցենզուրան հիմա ավելի ուժեղ է բացատրեմ թե ինչ այն ժամանակ եթե պետությունը ասում է այս երկու կադրը փոխի օրինակ բերեմ նահապետ ֆիլմում ասին շատ է էլի թուրքերի բանի մի քիչ կրճատեք բան Հերիկ Մալյանը գտավ ծառերի կտորը այն որ ծառերը ասենց խնձորների կտոր ներոցում խնձորների ծառերի ասեց ուղիղ եթերը դրա համար շատ եմ սիրում սխալներ սխալը գնում այդ խնձորների դա այդ ամբողջ մի բանը կադրը տեսարանը ես մի հատ լիամետրաժ ֆիլմի արժեք եմ տալիս որ հայկական գենոցիդը կարողացել է այդ մի կտորում տալ շատ բարձր մակարդակ Հիմիկվա ես ասեմ ամենաուժեղ բանը ցենզուրան գլավլիտը ցենզուրան որն է ֆինանսական ցենզուրան դա շատ ահավոր մի բան է Իսկ բովանդակային գիտեք բովանդակային մենք ունենք խմորումների մեջ հայկական կինո Իսկ երկար ժամանակ է դա ըստ ձեզ երբ ենք դուրս գալու եւ արդյոք կարելի է ակնկալել նոր վերածնունդ, նոր ռենեսանս հայկական կինոյում։ Ես չեմ կարծում, իմ կենսափորձից ելնելով տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց կնեմ ֆիլմեր։ Օրինակ ես շրջանում ես նաեւ այդ ակադեմիայի որ շեշտեցի անդամ եմ ու նայում եմ մեր ֆիլմերը։ Շատ կներեք, մենք բոլորս բարբերաբար լսում ենք, տեսնում ենք համացանցում, որ գոնե Մոսկվա կինոթատրոնում
լինում են հայկական ֆիլմերի պրեմիերաներ, այսինքն մարդիկ գործում են, աշխատում են, այդ ձեր ասած ֆինանսը ստեղծում են, մինչև որ հասցնում են կինոէկրանների։ Չի կարելի ասել, որ լճացում է եւ ոչինչ չի Չէ, իհարկե նկարահանվում։ չի կարելի ասել, օբյեկտիվ պիտի լինի, Այո, էլի։ ձեր գնահատականը ինչպես տարիներ հետո սերունդները կգնահատեն ներկայիս ֆիլմերը։ Ներկայիս ֆիլմերը խաղարկային կինոն կաղում է։ Օբյեկտիվ պիտի լինենք։ Մենք վավերագրական ֆիլմեր ունենք։ Այնպես որ Փելեշյան, Ռուբիկը Գևորգով, Արա Վահունին, Հարությունը Խաչատրյան, վավերագրական կինոյի շկոլան սովետական ժամանակվանից է դեռ գալիս, խորհրդային շրջանից, մենք լավ դպրոց ունենք, Ռոման Կարմենի բանի դպրոցը, էլի, այդ եկավ Հայաստանում շատ ուժեղ էր, ու այսօր շարունակվում է, մենք ունենք վավերագրական։ Այսինքն եթե համեմատելու լինենք խաղարկային ու գեղարվեստականը եւ վավերագրականը, դուք ավելի բարձր եք գնահատում վավերագրականը։ Այո, այո։ Տիգրան, իսկ դուք մասնավորապես բացի պրոդյուսերությունից մասնագիտանում եք հենց վավերագրական ֆիլմի ժանրում։ Հայտնի է, որ դա շատ ավելի բարդ է, զուտ եթե խոսենք փաստերի լեզվով, ամեն մի կադրի մեջ հայտնված որևէ վավերագրական նյութ պետք է փաստագրված լինի։ Այդ բարդությունները ձեզ գրավել են, որ ընտրել եք հենց այս ուղղությունը։ Այո, գիտեք, ես կարծում եմ մեր գործունեությունը լուսավորչական է։ Ոչ կոմերցիոն, այդպես, որովհետև մենք հիմնականում ընտրում ենք թեմաներ մարդկանց, որոնք մեզ շատ հետաքրքրում են այդ մարդիկ։ Միայն այդ դեպքում սկսում ենք ուսումնասիրել այդ մարդուն իր կյանքը։ Կնշեք հերոսներին։ Այո, Վալերի Բրյուսով ես նշեցի, Միխայել Շոլոխով, Զուրաբ Ծերեթելի, Նիկիտա Սիմոնյան, Վլադիմիր Մուսայլյան, լուսանկարիչ։ Այդ Մուսայելյանը լեգենդար մի ազնվորություն էր։ Այս ոչ բոլորի ականջին ոչ բոլորը, ոչ իհարկե դրա համար ուզում եմ բացել, դու էլ կբացես։ Ես երազում էի Մուսայելյանի նման, ուր գնում էր պետական, ու առաջի դեմքը անունը չտանք, Բրեժնևը լավ, ուր գնում էր նա հետներ ու գրում էր Վլադիմիր Մուսայելյան 10 թղթակիցներ, մի լեգենդար անձնավորություն, որը փակեն մնացած աշխատել է երկրի ղեկավարների լուսանկարիչը, փաստացի Բրեժնևից եւ հետո։ Եվ բոլորի հետ, այո։ Եվ շատ դժվար էր իմիջայլոց համաձայնությունը ստանալ, ինքը չէր նկարահանվում, երբեք հարցազրույցներ չէր տալիս, մոտ համարյա մեկ տարի, համարյա կարելի էր այդ ֆիլմը նկարահանել, մոնտաժել եւ թողարկել, բայց մենք զբաղված էինք իր հետ համաձայնություններով, համաձայնեցնելով, որ վերջապես ստացվեց, այդպես մենք ընտրում ենք այն մարդկանց, որոնք իսկապես մեզ եւ ընդհանրապես հետաքրքրությունը շատ է։ Կարծում եմ նաև պայմանական ասած պեղումներով եք զբաղվում, որովհետեւ այսպես մակերեսին դրված չեն այդ փաստերը եւ նույնիսկ կանոններ գուցե հենց լայն հասարակությանը հայերի հայտնի չէ, բայց հիմա դուք մի քանի փաստ ասացիք եւ ցանկություն առաջացավ հետաքրքրվել այդ մարդկանցով, ում չէինք ճանաչում։ Ես իրենց աշխատանքը չեմ ուզում այդպես ասեն հերն եկել հայրաբար գոպար ասես բանկելի հերն եկել տաներին ես միշտ շատ խիստ եմ ավելի խիստ այս ինչ է հիմա ասենք գիտեք իրանցից հետո եմ ձեր ասածին եմ ուզում գալ սկսեցին ֆիլմեր նկարահանել Այո։ Որ ֆիլմերներ դու մենք սա 2000 թվականներից 99-ից մենք սկսեցինք 2004 Առաջի ֆիլմը դա Լարա խաղն էր, հենց սկզբից Հայաստանում դեռ նկարահանված, դա այո, 93-4 թվականներին, որը հետագայում այստեղ նկարվեց, բայց մոնտաժվեց Մոսկվայում եւ մասնակցեց Մոնտե Կարլոյում հեռուստատեսային փառատոնին։ Այսինքն Փահլևանի մասին, այո, իրենց ընտանիքի, Փահլևանից ընտանիքի սովորական Լարա խաղի, այո, ընտանիքի նրանք ելույթ էին ունենում կինո Մոսկվայի հենց դիմաց հրապարակում այսօրվա Շարլ Ազնավուրի
էլի այն ժամանակ եւ ամբողջ ընտանիքը այդ իրաց մեքենան այս Volga մագնիշի 21 Volga եւ հետագայում երևութային էր, չէ՞, օտար հանդիսատեսի համար։ Այո, երևութային էր, իսկ հետագայում մենք գիտենք, որ բոլոր եւ լարախաղներ նկարահանվեցին եւ մեր հերոսներից շատերին Վլադիմիր Մուսայելյանը հետո մասնակցեց հերոստատեսային եթերների շատ մեզնից հետո, այո, շատ իրանք էլ նպաստում էին հերոստատեսության անգամ, այո, որպեսզի բնականաբար մասնակցի, հրավիրվի Նիկիտա Պալիսիմոյանի մասին անգամ հիմա եթե չեմ սխալվում խաղարկային ֆիլմեր են արում եւ հետո վավերագրական ֆիլմեր եւ այսպես մենք աշխատել ենք օրինակ Վալերի Բրյուսով ֆիլմում հրապարակել կենթանի Վալերի Բրյուսովի կադրերը, որ բրյուսագետները, գիտնականները չէին տեսել կենթանի Վալերի Բրյուսովին։ Իրենց համար դա Կրասնագորսկ այդ արխիվները տեղել են։ Աշխատանք արխիվի հետ։ Շատ կարևոր տեղեկություն եք տրամադրում, որովհետև վստահ եմ, շատ քչերը գիտեն կատարված աշխատանքի մասին, թեև նույնպես վստահ եմ, որ եղել են ֆիլմի շնորհանդեսներ, լուսաբանվել է, տեղեկացվել է, բայց կարծես թե այս ամենի մասին ավելի երևի պարբերական հաճախականությամբ պետք է խոսել։ Պարոն Մաթոսյան, երևի որպես վերջին հարց, իսկ հարցերը շատ են, որովհետև այնքան բանի մասին գիտեք, այնքան Շատ մի գովի։ Լավ, միանգամից անցնեմ հարցին։ Մարդիկ այսօր լուսանկարվում են մի հայտնի դերասանի հետ եւ հետո կարծես ասում են, դե մենք ծանոթ ենք, մտերիմ ենք, հենա լուսանկար ունեմ եւ այլն։ Ձեր պարագայում դուք որպես կինո լրագրող, եթե այդպիսի մասնագիտություն կա, իհարկե կա։ Դուք ուղեկցել եք եւ ճանապարհորդությունների ժամանակ եւ ֆիլմերի նկարահանման մեր ամենահայտնի դերը, այսինքն դուք շատ ճիշտ ասեցիք, 3 հոգու անուն նշեցիք, ում հետ անձնական մտերմություն կամ կապ չեք ունեցել, մնացած ում գիտենք դուք ճանաչում եք։ Այո, բոլորը։ Կան ինչ-որ, թեև հասկանում եմ վերջին մի քանի րոպեի ընթացքում հնարավոր չէ, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Մսերյան, հիմա Արմեն Ջիգարխանյան, մենք Մոսկվայում Կան ինչ-որ բաներ, որ դուք գիտեք նաև հասարակության ընդհանրական ընկալում այդ մարդկանց, բայց դուք գիտեք ավելին։ Կա, այդպիսի բաներ կան, բայց գիտեք, բաներ կա, որ չեմ հրապարակե, գիտեմ, հակամարտություն կմտնի, այ լավ կլինի մեր ժուրնալիստիկան այսօրվա լրագրողները, չեմ սիրում այդ բառը, բայց ժուրնալիստիկան, որ բան անեն, ես գիտեմ փաստեր, մտածում եմ, չէ, չարժե։ Էլի պիտի սպասեք 41 տարի, մեծ է այդքան չեմ դիմանա, բայց ոչինչ, թող դրանք չլինի, բայց մեծերի հարաբերություններ են, գրքում շատ լավ ասում Ֆրունզիկը, հրաշալի ասում, որ պիտի միշտ բարությունը, անկեղծությունը, չարություն պիտի չլինի, մեր մոտ ասում արվեստում չարություն կա, այդ չարությունը պիտի վանել, դերասաններից մոտ կա, վանելա պետք է մի քիչ մարդ եղեք։ Էլի մի քիչ մարդ եղեք։ Գիտեք, ես կուզեի էլի վերադառնալ, այնտեղ մի ֆիլմ կա, քանի որ վերջերս մահացավ, Ծերեթելի ֆիլմներ, շատ մեծ արձագանք գտավ ձեր ֆիլմը։ Եվ լավ է, որ կյանքի օրոք եք արել։ Հա, կյանքի օրոք։ Ոչ մեկին նա էլ շատ խստապահանջ էր, բան։ Այո։ Ամբողջ իր արխիվը տրամադրել է տղաների։ Անձնական եւ Զուրաբ Կոնստանտինովիչը տրամադրել էր մեզ, դա շատ մեծ հարստություն էր, որ մենք չկարողացանք գտնել պետական արխիվում այդպես։ Իրան ով է ձեր առաջիկա հերոսը։ Չեմ կարծում, որ ինչ-որ մի վարչագետ եք գրել բազմաթիվ ստորակետ է։ Նստած է աչքով։ Ես չէ, ասեմ, դե լավ, որ բգախտը Անրի Վերնոյի գրքի իման վրա, ես միակ մարդն եմ եղել, որ 10 օր Հայաստանում ուղեկցել եմ Անրի Վերնոյի Աշոտ Մալաքյանին։ Բայց ոնց կարելի է դա գրքի չվերածել։ Կա։ Վերածել։ Ուրեմն առավոտից երեկո ես ուղեկցել եմ նրան Հայաստանում։ Երջանիկ մարդ եք։ Ընտրել է ինքը ինձ։ Դա երկար պատմություն է, ժամանակ չունենք։ Այ
որտեղ որ գնացել ենք, այդտեղ ուզում եմ գնալ ու իր նյութերի, իմ նկարած լուսանկարների, որ ես իրան լուսանկարել եմ, հիմա վրա եւ իրան մենք չնայած եղբայրդ ասել այդ մասին չխոսե, որովհետև մի գաղափար չէ, որ իրանցից տարել են, էլի, բացարձակ եթերում պիտի չասեն։ Զգուշավորություն, բայց ինձ զգուշը, ով էլ ուզենա նկարի պիտի գա ինձ ասի, այստեղ այդ դրա վրա, եւ կարծում եմ Ֆրունզիկ Մկրտչյանը կարելի է ձայնը կա արդեն պահպանված, նրա մասին շատ ֆիլմեր կա, բան, դեն այդ ով առաջարկեց, քեզ էին առաջարկել։ Ես կարծում եմ վստահ եմ, գաղափարները շատ են, նյութը էլ ավելի շատ կլինի գիրք թե ֆիլմ, բայց դա կլինի մեր հանդիպման նոր պատճառ, առիթ, եկեք այդպես պայմանավորվենք։ Եկեք պայմանավորենք։ Եվ այս զրույցում դնենք ստորակետ, որովհետև վերջակետ շատ բարի։ Այդ ստորակետից հետո կրկին անգամ ձեզ շնորհավորում եմ։ Մի խնդիրը ոչ միայն կինոյում այդ ցենզուրան, ֆինանսական ցենզուրային, տպագրական խոսքի մեջ է։ Այո, իհարկե։ Ապշել կարելի է, ես մտածում եմ հիմա ավել պակաս բաներ չասենք, պիտի կառույցներ կային, որ ֆինանսավոր էին։ Արդեն հաստատվում ես, չես դիմում, էլ ասում ես ավելի լավ այ մարդի ինքնուրույն անես։ Այ պիտի աշխատեն այնպես, որ մեր մեծերի գոնե այդ արժեքները պահպանենք։ Դա շատ կարևոր է։ Համամիտ եմ, այսօր շատ անգամ ականատեսն ենք, որ կա ֆինանս եւ տպվում է գիրք, որը գուցե եւ իրավունք չուներ տպվելու, բայց հեղինակը ունեցել է ֆինանս։ Գիրքանին դեպքում լավ բան է, թող տպվի, բայց առաջնային ու երկրորդականը լինի, էլի։ Այո։ Դա շատ կարևոր։ Ես պաշտպանում եմ ձեր ասածը։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այս հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք Հայկական ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Պլյուս կինո ամսագրի հիմնադիր էլի բազմաթիվ կոչումներ Ռոբերտ Մաթոսյանին եւ նրա որդուն կինոպրոդյուսեր Տիգրան Մաթոսյանին։ Ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։